Ինչ կատարվեց ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ որ ազգային ժողովում քննարկվում էր բյուջեի նախագիծը, ես եւ իմ գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցինք կառավարությանը, հատկապես թոշակների հետ կապված, թե ինչա պատրաստում կառավարությունը անել, ինչու չի բյուջեում նախատեսված թոշակների բարձրացում, եւ դուք ճիշտ նշեցիք, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուղիղ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այդ 10,000 դրամը տանք ինչ անի։ Այսինքն համարեց, որ այդ 10,000 դրամը թոշակառուին շատ է եւ նաեւ մեջբերումներ էր բերում, թե եթե իրենք պարգևավճարներ չստանան, դա որևէ մի կերպ չի փոխելու այդ մարդկանց սոցիալական վիճակը, բայց տեսնելով, որ մեծ զայրույթ եւ անհամաձայնություն կա կենսաթոշակային տարիքի մեր հայրենակիցների կողմից, անմիջապես իրեն զեկուցեցին դրա մասին, ես գիտեմ, որ նաեւ հատուկ ծառայություններն են իրեն զեկուցել, որ բավականին մեծ դժգոհություններ կա եւ սա կոչվում է մեղմ ասած այս ինչը որ ինքը անում է, սա կոչվում է ընտրակաշառք